ինձ միշտ զարմացրել է, որ ունենալով այսքան հիասքանչ բնաշխարհ, լինելով աշխարհի առաջի քրիստոնեական երկիրը, ունենալով մշակութային այսքան արժեքներ, լինելով աշխարհի առաջին քրիստոնեական երկիրը, մենք չենք կարողանում զարգացնել ամենակարևորը, դա մեր երկրի զբոսաշրջության խայտառակ վիճակն է։ Մենք տեսնում ենք, որ մեր կառավարությունը 8 տարվա ընթացքում բացարձակ քայլեր չարեց, որպեսզի աշխարհը լսի, որ մենք առաջին քրիստոնեական ազգն ենք, բայց մեր կառավարությունը անելով լուրջ փոփոխություններ ամեն ինչ անելու է դրա համար, քանի որ շատ մեծ բնագավառի մարդիկ մասնակցելու են այդ պրոցեսներին, ունենալու են շատ բարձր վարձատրվող աշխատատեղեր, մենք ամեն ինչ անելու ենք, որ դա տարածենք ինչպես Երևանում, այնպես էլ մեր մարզերում։ Դրա համար մենք պլանավորում ենք 5 տարվա ընթացքում $1 միլիարդ մասնավոր ներդրումներ բերենք Հայաստանի տուրիզմի զարգացման մեջ, ինչը հիմա ձեզ կներկայացնի Նարեկ Կարապետյանը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ խոսքի իրավունքի համար։ Հայաստանում տուրիզմի ոլորտը համեմատական մեր հարևան երկրների բավական թեր զարգացած է։ Հայաստանում անցած տարվա տվյալներով մենք ունեցել ենք 2.3 միլիոն տուրիստ օֆիցիալ տվյալներով, բայց երբ մենք նայում ենք իրականությանը, այսինքն հաշվում ենք, թե ինչքան մարդ է բնակվել հյուրանոցում եւ ոչ թե տարանցին կանցել Հայաստանով, մենք տեսնում ենք մի մտահոգիչ պատկեր։ Ընդամենը 830,000 մարդ է, որ բնակվել է հյուրանոցում եւ նաեւ գումար է ծախսել Հայաստանում։ Մնացողը կամ տարանցիկ ճանապարհով են գնացել, Հայաստանը օգտագործելով որպես տարանցիկ գոտի, կամ եկել են ուղղակի իրենց բարեկամների տուն, վերադարձել են տուն։ Մեր հարևան Վրաստանում պատկերը այսպեսին է, մոտավորապես 8 միլիոն այցելու ունի երկիրը, որից 5.3 միլիոնը երկարաժամկետ մնում են երկիր։ Հայաստանում այդ պատկերը մոտ 830,000 է։ Այսինքն անգամներով մենք տարբերություն ունենք Վրաստանի հետ։ Մյուս պատկերը ըստ մարզերի Հայաստան եկած տուրիստական այցելությունների քիչ քանակի պարագայում էլ անգամ ամբողջ շրջանառության 81%-ը բաժին է հասնում Երևանին։ Մարզերը այնպիսի մարզեր, որոնք մեծ պոտենցիալ ունեն տուրիզմի, օրինակ Վայոց ձորի մարզը մեր տուրիստական հոսքերի շրջանառության ընդամենը 1.5%-ն է։ Շիրակի մարզը Գյումրիով ընդամենը 1%-ն է մեր տուրիստական շրջանառության։ Գեղարքունիքի մարզը Սևանով 1.5%-ն է։ Երկու մարզ ընդամենը ունենք, որտեղ հաճախում են տուրիստները մի քիչ ավելի հաճախ, դա Գառնի Գեղարդ ունեցող Կոտայքի մարզն է եւ Տաթև ունեցող Սյունիքի մարզն է, որտեղ համամասնությունը մի քիչ ավելի ակտիվ է։ Իհարկե Սյունիքն էլ չի անցնում 2%-ը եւ Կոտայքն էլ Գառնի Գեղարդով մոտավորապես 6%-ի շրջանակներում։ Ինչ է սա ցույց տալիս, որ ընդհանրապես երկրում մեր բոլոր տուրիստական այցելությունների մեծ մասը բաժին են գնում Երևանին։ Մեր մարզերը չեն օգտվում տուրիստական այս հոսքերից, մարզերում չի զարգանում տուրիստական ոլորտը։ Երկրորդ տեղեկատվությունը, որը շատ կարևոր է, վերջի 5 տարվա ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումները տուրիզմի մեջ եղել են ընդամենը $20 միլիոն 5 տարվա ընթացքում։ Հիշեցնեմ, որ նոր հայտարարվեց, որ 5 տարվա ընթացքում $1 միլիարդ, մոտ 50 անգամ շատ գումար է ներդրվելու տուրիզմի ոլորտում։ Երրորդը պետական ծախսերը, պետությունը տարեկան տուրիզմի վրա ծախսում է մինչև $20 միլիոն, բայց 2026 թվականին այդ թիվը իջեցրել են 10 միլիոնի շրջանակներում։ Այս պարագայում մենք չենք կարողանա մեզ թույլ տալ մրցակցային լինել տարածաշրջանի ու համաշխարհային այլ երկրների հետ, որովհետև Հայաստանում տուրիզմը պահանջում է մեծ ներդրումներ։ Մեր առաջարկն է լինելու այս $1 միլիարդ ներդրումը 500 միլիոնը մարզերում ստեղծել տուրիստական հաբեր, որոնք կձգեն մարդկանց եւ հնարավորություն կտան, որ մարդիկ այնտեղ բնակվեն, որոշ ժամանակ անցկացնեն այնտեղ։ Երկրորդը 500 միլիոնը ներդրում կլինի Երևան քաղաքում, որը մեր մայրաքաղաքը կհանի ուրիշ մակարդակի, դրանից կօգտվեն օդանավակայանը,
բոլոր տաքսիստները կունենան շատ մեծ հոսք, տուրիստական ներհոսք, սրճարանների աշխատակիցները, ռեստորանների աշխատակիցները, հյուրանոցի աշխատակիցները մոտարապես 5 տարվա ընթացքում պլանավորվում է մեծացնել տուրիստական հոսքերի թիվը հասցնել 5.5 միլիոնի, այսինքն կրկնապատկել տուրիստական հոսքերը, բայց այս պարագայում հյուրանոցային туриզմի վրա շեշտ դնելով եւ ոչ թե այն մարդկանց, ովքեր ուղղակի տարանցիկ Հայաստանով են գալիս գնում, գրանցել որպես տուրիստ։ Ընդհանրապես համաշխարհային տնտեսական պրակտիկայում туриզմում ծախսած գումարը ամենալավն է տարածվում բնակչության մեջ։ Այս միլիարդավոր դոլարների տուրիստական հոսքերը մեծ հնարավորություն կտան նոր աշխատատեղերի ստեղծման, աղքատության հաղթահարման համար։ Ինչպես ենք ապահովելու այսպիսի մեծ տուրիստական ներդրումային հոսք Հայաստան։ Ստեղծվելու է туриզմի զարգացման հիմնադրամ, որտեղ ներդրում է կատարելու պետությունը հողով եւ կոմունիկացիաներով միայն ընդամենը 10%-ով եւ միջազգային հիմնադրամները եւ մեր գործընկերները 90%-ով եւ այդ հիմնադրամը ներդրում է կատարելու երկրում առաջնային տուրիստական գոտիներում, որպեսզի ապահովի սրընթաց աճ այս բնակավարում։ Երեք մենք լսեցինք, որ Փաշինյանը պլանավորում է գնա Ադրբեջան եւ վստահ եմ իր շեֆը կառաջարկի իրեն, որպեսզի Ադրբեջանի туриզմը 28 թվականից հետո զարգացնի Փաշինյանը։ Հույսով եմ ավելի լավ չի զարգացնի, ինչպես զարգացրեց Հայաստանի туриզմը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։